Սուր առավոտից։ Գործընկերն է Coffee House ընկերությունը։ Coffee House, սեր և սուրճ մեկ բաժակում։ 9:30 հանրային ռադիոյում ուղիղ եթերի ժամ է, սիրով ենք ասում բարի լույս բոլորին։ Բարի լույս հարգելի ռադիոլսողներ, սիրով ողջունում ենք բոլորիդ, մաղթում հաճելի օր եւ իհարկե վաղ առավոտից միմիայն լավ տրամադրություն։ Առաջիկա 1.5 ժամը հանրայինի ուղիղ եթերից ձեզ հետ կանցկացնել Լուսինե Մուրադյանը եւ իհարկե իմ շատ սիրելի գործընկեր Տիգրան Հարությունյանը։ Դա փոխադարձ է, նույնիսկ անչափելի փոխադարձ չափերի է հասնում։ Ես հուզվեցի, հալվեցի եւ շոյվեցի շնորհակալություն։ Այսպեսի հուզումն առատ, էմոցիաներով լի, ժպիտներով լի, առավոտ ենք սկսում հանրայինի ուղիղ եթերում։ Եվ սիրելի ռադիոլսողներ, արդեն գլխագրից հասկացաք, որ մենք այսուհետ սերը մեզնից, լավ տրամադրությունը մեզնից ձեզնից, բայց սուրճը Coffee House-ից։ Այո, ողջունում եք նաև մեր գործընկեր Coffee House-ին եւ դեռ կանդրադառնանք ընթացքում եւ իհարկե կպատմենք, թե ինչ է ինձ ներկայացնում Coffee House-ը։ Միացեք մեզ, բարի լույս բոլորին։
շատերանից քեզ իմատաղել իմ ես հարցնի քե հետև գենիկ քապեդեդի գաշխարես կանչելով թրջաթող ու կան լեռնին է փոսնի բեր գա քեզ իմատաղել իմ հոգի աղար հոգսի բեր վալահի շատերանից քեզ իմատաղել իմ ես հարցնի քե հետև գենիկ քապեդեդի գաշխարես կանչելով թրջաթող ու կան լեռնին է փոսնի բեր գա քեզ իմատաղել իմ հոգի աղար հոգսի բեր Սուրճ ու սեր առավոտից։ Ինանց է 36 րոպե, սիրով ենք ասում բարի լույս, բոլորին ովքեր այս պահին լսում են հանրայինի առաջին ալիքը։ Բարի լույս հարգելի ռադիոլսողներ, դե ինչ, առաջարկում եմ ձեզ մեկ գավաթ սուրճ խմել, իսկ եթե դուք դրսում եք եւ մեզ եք լսում, ապա գտեք մոտակա հատվածում Coffee House-ի կետ եւ անպայման գնացեք ու ձեր սուրճը ձեռք բերեք այնտեղից։ Ես հենց հիմա պատրաստում եմ Տիգրանի համար արդեն պատրաստել եմ։ Իմ գավաթը արդեն իմ առջև է, որի վրա գրված է Here's a little Hugin cup of Tigran, այս փոքրիկ գավաթը Տիգրանի համար է, քան փոքրիկ չէ, միջին չափի է։ Իսկ եւս մեկ անգամ շեշտենք, որ մեզ է միացել առաջին եւ ամենամեծ take-away ցանցը Հայաստանում Coffee House-ը։ Սա առաջին այս մոդելի բիզնեսն է, որը դուրս է եկել Հայաստանի սահմաններից ֆրանշիզայով եւ հիմա արդեն մոտենում է 50 մասնաճյուղի, պատկերացնում եք։ Եվ ամենակարևոր հանգամանքը, որ մասնաճյուղեր կան մարզերում։ Դա շատ կարևոր է։ Երևանում են վայրում։ Չէ, միայն Երևանում չէ, նաև Հայաստանի սահմաններից դուրս է։ Բայց մեզ համար կարևորը նաև մարզերն են։ Այո։ Ինչ եմ անում ես, վերցրեցի ֆիլտրած կոֆեն, սուրճը, սուրճը վերցրեցի եւ հիմա եռման ջուրը կավելացնեմ վրան ու կփորձենք։ Այսա ուրիշ է։ Առաջին գումը Coffee House-ից ուղիղ եթերում հանրայինի։ Բայց մի կարևոր բան էլ կար, այս առաջին գումը Coffee House-ից։ Դու ես պատրաստել։ Վերջապես բրծա ես ձեզ համար սուրճ պատրաստելու սենյակում։ Վերջապես։ Հիմա արդեն սուրճ դուք կպատրաստեք։ Սիրով, միշտ Տիգրան ջան, դու բարդ է պատրաստում։ Չէ, Տիգրան ջան, դու երբ ես ասել սուրճ եմ ուզում, ես քո համար չեմ պատրաստել։ Դու ցույց տա ինչ պատկեր։ Ձերքդ դիր խղճիտ եւ ասա։ Չէ, սուրճ ես պատրաստում իհարկե։ Այսպես սիրահոժար, բայց քո պետք է։ Լավ չէ լինի, եթե մեկ-մեկ։ Լավ, մի խոսքով, այսպեսի տուփերով սուրճը բացում ես, ինչ ես տակ ջուր ես լցնում վրան։ Այսպես ցույց տամ։ Ախ, այնտեղ կա զտիչ, ֆիլտր։ Զտիչ պարկ կա, որը տեղադրում եմ եւ ունի թևիկներ, այդ թևիկները հարմար տեղավորվում են բաժակի կողքերով։ Եվ քիչ ջուրը ավելացնում եմ, ահա, եռման ջուր է պետք ավելացնել։ Զտիչը հետո պետք է ինչ անել։ Թափել հետո վերջում։ Ստեցություն ենք ասում եւ ամենակարևորը սուրճի խտությունը դուք ինքներդ եք որոշում, ջուրը ավելացնելու ընթացքում, այսպես ասեմ։ Այո, ընդամենը դա, այնպես որ ասենք, որ մոտավորապես 50 մասնաճյուղ ունի Coffee House-ը եւ դուք գիտեք, որ Coffee House-ում միշտ հաճելի հերթեր են։ Այնպես որ այո, որովհետեւ այնքան շատ են, հատկապես եթե ուսումնական շրջան է եւ ուսանողները գնում են դասի, շտապում են առաջինը Coffee House, հետո նոր գնում են դասի, գիտեք։ Դե ես ուսանող չեմ, շուտվորից արդեն ինչպես գիտես տեղից իմանամ։ Ես էլ ուսանող չեմ, բայց ես տեսնում եմ, շրջապատում, եւ ամենակարևորը, օրինակ դու վերջին անգամ որ կետից ես օգտվել Coffee House-ի։ Պատկերացրու, որ նոր են բացահայտում ինձ համար։ Ոյ Եվ այսօր հանրայինի ուղիղ եթերում ես վայելեցի առաջին գումը Coffee House։ Չէ, ասա համեղագույն։ Նրանց է որ մեքենայով ես միայն չես շրջում Երևանի փողոցներով եւ չես վայելում ամենակարևոր մարուկները։ Մենք էլ ունենք այստեղ մեքենայի դեպ սուրճ պատրաստող։ Մեքենա ասեցի հիշեցի։ Այո, այս տարբերակն էլ կա։ Մենք ամեն տեսակի սուրճ ունենք արդեն։ Եվ ամենակարևորը ասենք ունենք նվեր ռադիոլսողի համար, դա էլ ասենք։ Այո, ձեզ համար էլ նվեր ունենք։ Որը սուրճ չէ, թե ինչ եք իմանաք։ Էլի Coffee House-ի հետ անմիջական կապ ունի, բայց ձեզ մնում է ուղղակի մինչև ծրագրի ավարտը մնալ մեզ հետ եւ մասնակցել վիկտորինային։ Այո, ունենք այսօր մրցանակային վիկտորինա հաղորդման վերջին հատվածում, այնպես որ լսեք մեզ մի փոխեկալիք սուրճ ու սրարավոտից հանրայինի հետ։ Խոսքերն եմ քո հիշում, իմ սիրտը ինձ հուշում, որ դու կգաս ինձ մոտ մնաս, քաղաքը մարդաշատ, մարդիկ շտապում են շատ, սպասում եմ անընդհատ, գալու ես դու, սպասում եմ, երազում եմ, քայլում եմ, ուժգնում եմ, ձեռքերդ ինձ գրկում են, ինձ հետ արի սիրո հետևից, բարի լույս իմ սեր, քեզ կտամ թևեր, ես ու դու
ստանում են այս քաղաքը մեզ կապում է ու որ քեզ տեսնեմ հանդարտ կասեմ իմ աշխարհն ես դու լրացրել ու որ ինձ ու քեզ դու տանում ես վեր դու ես ինձ թե վեր տվել Բարի լույս ինձ է քեզ կտամ թե վեր ես ու դու հասնում ենք վեր Բարի լույս ինձ է քաղցր սուրճ ինձ վեր ես ու դու հասնում ենք վեր ես ու դու հասնում ենք վեր Ես ու դու հասնում ենք վեր դու ինձ սուրճ ու սեր մնա ինձ հետ կապեր դու ինձ սուրճ ու սեր մնամ քեզ հետ հավեր Coffee House Արի սիրո հետևից Սուրճ ու սեր առավոտից։ 9:43 րոպե դուք լսում եք հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Սուրճ ու սեր առավոտից, հարգելի ռադիոլսողներ, միմիայն ձեզ համար։ Ես իմն էլ պատրաստեցի արդեն եւ իմ բաժակի վրա գրված է Enjoy your coffee Լուսինե։ Վայելիր քո սուրճը, իսկապես կվայելեմ իմ սուրճը, իսկ եղել է դեպք, երբ այսպիսի տարաներով սուրճ ես խմել եւ վառել ես շրթունքներդ, որովհետեւ այն շատ տաք է եղել։ Միշտ է ինձ մոտ այդպես, միշտ, դա Իսկ ինձ ես մոտ ավանդույթ սպասում է։ եմ, ես առասրակ շատ տաք սուրճ չեմ խմում։ Ես էլ չեմ խմում, բայց հենց գնում ես ձեռքիդ է, ուզում ես քայլես, վայելես, ի վերջո ու մեկ էլ Դե կապարիչը փակի, հատուկ եմ որպեսզի բացել, մարդ ես։ որ Ախ, մի ուզում քիչ ես սառի, սարճի։ Միջև Coffee House-ի սուրճը կսարճի, ես առաջարկում եմ Այո։ ներկայացնենք անհրաժեշտ տեղեկատվությունը, ամենօրյա տեղեկատվությունը, սկսենք սկսեցինք, եղանակից։ գնացինք։ Ինչպիսի եղանակ է սպասվում հանրապետությունում, տեղեկացնենք հարգելի ռադիոլսողներ, որ հուլիսի 1-ին, 3-ի գիշերը եւ կեսօրից հետո, նաեւ հուլիսի 2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Այսա պետք է անպայման հնչեցնել ես։ Պետք է անպայման Տրամադրությունը հնչեցնել։ փչանում այդ ցայնից։ Քամին հարավ արևմտյան է 2-ից 5 մետր վարկյան արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժ գնացում 18-ից 22 մետր վարկյան արագությամբ։ Տեսնենք ինչ իրավիճակ է մայրաքաղաք Երևանում եւս մեկ անգամ հիշեցնենք ամռան 2-րդ ամիսը սկսվել է հուլիսի 1-ն է սիրելիներս օրը 3-շաբթի եւ հուլիսի 1-ի ցերեկը Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս պահին 19 աստիճան է, օրվա ընթացքում սանդղակը կբարձրանա մինչև 28 աստիճան։ Հա, շատ ուրախ եմ, որովհետև 2-ից 3 աստիճանով նվազել էր, հիմա հետ է գալիս։ Ես չեմ հաշվում այդ աստիճանները, կարևորը որ 3 լավ շոկ էր։ Ինչ իրավիճակ է տարադրամի շուկայում։ Գնացինք, ամերիկյան 1 դոլարը 384 դրամ 47 լումա է, եվրոն 450 դրամ 83 լումա է, ռուսական ռուբլին 4.8, վրացական լարին 141.25 է։ Տեսնենք ինչ իրավիճակ է ավտոճանապարհներին հանրապետության, փրկարար ծառայությունից տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր Ալավերդի ավտոճանապարհի 41-42 կիլոմետրը շարունակում է փակ մնալ բեռնատարների համար, միակողմանը երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Դե Լարսն էլ բաց է։ Այո, դա էլ է շատ կարևոր, թեպետ լրահոսում աչքովս ընկավ, որ հերթեր կա, բայց այդուհանդերձ կարևորը բաց է։ Գնանք օդային տարածք։ Այո, օդային տարածք Զվարթնոցի կայքից տեղեկանում ենք ժամանումների չվացուցակում ընդամենը 2 թե 3, հա, փոփոխություն ունենք։ Մեկ վաղաժամ ունենք։ Ժամանում ունենք։ Այո, Բուրգասից։ Արդեն ժամանել է, ավելի ճիշտ։ Արդեն ժամանել է 15-ին պիտի ժամաներ, բայց արդեն ժամանել է, եթե ճանապարհին եք ու մարդ պիտի դիմավորեք, շտապեք։ Հիմա երևի արդեն ուղեբեր են ստանում։ Չխախտեք, էլի, հա։ Դե Թեհրանից եկող չվերթը չեղարկվել է եւ եւս մեկ վաղաժամ չվերթ սպասվում է Նիժնի Նովգորոդից։ Ահա։ Այո։ 12:30-ի փոխարեն վայրիչ կկատարի 12:12-ին։ Տեսնենք ինչ իրավիճակ է մեկնումների չվացուցակում։ Բարի հանգիստ բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են մեկնել երկրից հանգստի
նպատակով, կարծես ամեն ժամանակին։ Ամեն ժամանակին է բացառությամբ Թեհրանի չվերթի մասին ասացինք, չի մեկնի։ Դա տրամաբանություն է։ Այսպեսին է իրավիճակը, դուք լսում եք հանրայինի առաջին ալիքը, բարի ճանապարհ, իսկ իհարկե նաև նրանք ովքեր հիմա աշխատում են, հաջող աշխատանքային օրենք ուզում մաղթել բոլորին։ Այո։ Եվ շարունակենք։ Ինչ ես ուզում հիմա, որպեսզի մենք լսենք։ Բնականաբար ինձ համար առավոտը միշտ հիթային է, այնպես որ վայելում ենք։ Հերթական հիթը։ Այո։ Station with the best music. Սուրճ ու սեր առավոտից։ 9:51 րոպե մեզ կարող եք ոչ միայն լսել, այլև դիտել մուտք գործելով Հայաստանի հանրային ռադիոյի պաշտոնական Facebook-ին, որտեղ գործարկված է մեր լայվը։ Այո, եւս մեկ անգամ ասում ենք բարի լույս հարգելի ռադիոլսողներ, հուսանք Coffee House նաև կգտնեք Ավստրալիայում, որովհետև ռադիոլսողներ ունենք, որ մեզ լսում են Ավստրալիայից եւ միշտ ակտիվ են ու մեզ նամակներ են գրում։ Բարի լույս բոլորիդ հարգելի ռադիոլսողներ, հատկապես նաև նրանց, ովքեր ապրում են Հայաստանից դուրս, բայց կապը ամուր են պահում եւ միշտ լսում են մեր եթերները։ Խնդրեմ Սիդնեյից մեզ է միացել Վահե Նարթինյանը, լավ կհասկանամ, երբ սուրճը տակմը կխմեք, ներկայիս Սիդնի 6 աստիճանը եւ շատ զորավոր օդ կխանգարե երթևեկությանը
խանգարում է ոնց հասկացա, 6 աստիճան է հիմա։ 6 աստիճան է, լավ որ մեր հայրենիքի բոլոր բնակիչներուն, Վահե Սիդնի Ավստրալիայեն։ Բարի լույս եւս Բարի մեկ լույս։ անգամ։ Դե ինչ ասեմ, հուսամ մեր ջերմ տրամադրությամբ կտակացնենք ձեր հոգին։ Էլ ինչ առավոտ առանց ժպիտների եւ առանց հետաքրքիր ծիծաղելի սխալների։ Օրինակ եղել է քեզ մոտ այնպես որ այնպեսի մի սխալ գործես, որ հետո հիշես ու ժպտաս։ Դա եղել է միայն առավոտյան։ Հա, եղել է։ Տանից դուրս գալուց առաջ։ Տանից դուրս եմ եկել տանից, ասել եմ աման հեռախոսը մոռացա, գնացել եմ տուն, սկսել եմ փնտրել, հետո տեսնեմ որ հեռախոսը իմ ձեռքում էր։ Եվ եղել է նաև որ դուրս եմ եկել, հասել եմ, չգիտեմ, արդուկը անջատել եմ, գազը անջատել եմ, միշտ կանանց մոտ այդ խնդիրը կա, ակտուալ է։ Իսկ ես հիշում եմ, երբ տանից դուրս եկա, գնացի աշխատանքի, սկսեցի նկարահանումները, հետո լուսանկարում միամիտ տեսա, որ երկու տարբեր կոշիկներ եմ հագել, բայց իհարկե նման էին իրար, բայց երկուսն էլ տարբեր էին։ Կապ չունի։ Բա։ Դու Իսկ եղել է որ սուրճ պատրաստելիս շաքարավազի փոխարեն աղ լցնես։ Այո, աշխատավայրում երկու անգամ պայթել է այդ սրճեփը։ Ես էլ ասում եմ, բայց ինչի է պայթում, կանչել ենք մեր մասնագետին, ասում ենք նայիր, ասում եմ ամեն ինչ կարքիներ, ինչ եք արել, դուք ինչ եք արել, վերջում պարզվեց, որ ուղղակի շաքարի փոխարեն դրա համար սուրճը խմում են առանց շաքարավազի, որ նման խնդիրներ չառաջանան, բայց խմում են coffee house-ից, որ չպատրաստեք դուք, այլ սիրով պատրաստեն ձեզ համար եւ դուք վայելեք համեղագույն սուրճը։ Ժպիտ առաջացնող սխալների մասին ենք խոսում 553702 զանգարեք, պատմեք ինչ եք արել առավոտյան, ինչպիսի սխալ եք թույլ տվել, որ հետո ժպիտով եք։ Այո, Արմեն Դավթյան, մենք էլ ավելի բարձր տրամադրություն կունենանք, եթե դուք զանգահարեք եւ դուք էլ պատմեք, թե առավոտյան ինչ խենց սխալներ եք թույլ տվել, մեզ բարի լույս եմ ասում։ Իսկ մենք այս պահին վայելում ենք օրվա հայտնի հոբելյարներից մեկի կատարումը 1950 թվականին է ծնվել սիրված երգիչ, լեգենդար, ես չեմ վախենում այդ խոսքից։ Հարութ Փամբուկչյանի մասին է խոսքը։ Շնորհավոր ենք Փամբուկչյանին։ Շնորհավորում ենք։ Վայելենք բարի լույս կատարումը։ Ռաբոտը։ Ահա։
Սուրճ ու սեր առավոտից։ Մենք ունենք 3 րոպե մինչ եթերաժամի այս եթերաժամի ավարտը եւ ընթացքում կհաստնենք նաեւ զրուցել մեր գործընկեր Մարլենա Հովսեփյանի հետ։ Մարլենան ընկղմվել է թղթերի մեջ։ Բարի լույս։ Լավ ես Մարլենա։ Լավ, դուք ինչպես եք։ Լավ, կհիշես քո կյանքում առավոտյան ինչ ես արել, որ հետո ծիծաղել ես մի բոլ։ Օրինակ, Տիգրանը կոշիկները տարբեր է հագել գնացել։ Ես հեռախոսը ձեռքից հեռախոս եմ փնտրել։ Հեռախոսը ձեռքից հեռախոս փնտրում եմ անընդհատ, այդ իմաստով ամեն առավոտ ինձ համար զավեշտալի է սկսվում։ Ես մի անգամ հագուստս եմ հակառակ հագել։ Տանից դուրս գալուց հետո կարերը դրսից, գուցե հիմա ես շատ չմտահոգվեի եւ այսպես ամբռնազբոս ընդունեի այդ փաստը եւ շարժվեի, բայց քանի որ ուսանող էի, դա շատ ինձ համար ամոթալի էր ու ես փնտրում էի մոտակա տարածք, այո, մի տարածք, որտեղ հնարավոր լիներ դա շատ։ Մարլեն, իսկ այ հայացքները, որ տեսան, ասեց դա տրենդային է, երևի նոր տրենդ է բերել Մարլենան, հա, այդպես։ Բացիլերից ոչ ոք չի նկատել, որ դարձեր հագել։ Այո, իսկ հիմա սերունդը իդեպ նման բաների նոր սերունդ այդպես ծանր չի տանում եւ չի մտահոգում։ Հիմա միտումնավոր են անում, որպեսզի այո, մենք երևի այդ հարցերում ավելի այսպես պեդանտ ենք։ Դե սերունդը։ Ինձ թվում է, բայց իրենք ավելի ճիշտ են։ Հələ որոնք ինչպես չարտուկված վերնաշապիկ։ Չէ, չարտուկվածի մասին չի խոսքը, բայց եթե չարտուկված է, ուզում է դա հագնել, կհագնի ու կգնա եւ դա իրենք չեն մտածում, թե ինչ են մտածում իրենց շրջապատի մարդիկ է դա իրենք ապրում են իրենց համար է եւ վերջ։ Այո, դե ինչ։ Ես կարծում եմ, որ արդեն ռադիոլսողներին հիշեցնենք, որ լուրերից հետո մենք կընդունենք ձեր հեռախոսազանգերը, զանգարեք մեզ եւ դուք էլ պատմեք, ինչ զավեշտալի սխալներ եք թույլ տվել, որ հետո հիշել եք ու պատմել եք բոլոր հարևաններին, ընկերներին։ Հա, գրեք, մենք կհավաքենք այդ ամենը եւ լուրերից հետո ձեզ կներկայացնենք, իսկ այս պայն բարի եթեր մաղթենք Մարլենային, քանի որ վարքյաններ անց լուրերի թողարկումն է հանրայինի ուղիղ եթերում։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Խոսում է Երևանը ժամը 10 է, բարև ձեզ հանրային ռադիոյի ուղիղ եթերում ժամի լուրերն է ներկայացնում ռադիո լուրը, խոսափողի մոտ Մարլենա Հովսեփյանն է։ Այսօր ազգային ժողովում նախատեսվում է արտահերթ նստաշրջան անցկացնել։ Կառավարությունը ազգային ժողովի նախագահին առաջարկել էր այն հուլիսի 1-ին ժամը 11-ին գումարել։ Կառավարության հունիսի 26-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ նիստում քննարկվելու է Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԱԳ բաժնետիրական ընկերության կառավարման արդյունավետությունը եւ դրա պետականացման հարցը։ Երևանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրումից ամիսներ անց քաղաքային իշխանությունները վերահսկողության եւ տույժերի մեխանիզմներ դնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկում։ Ազգային ժողովում այսօր համապատասխան օրենսդրական փաթեթ է քննարկվելու։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի համաձայն ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայությունից օգտվելու համար փոխադրավարձը չվճարելը տուգանվելու է 10,000 դրամի չափով միասնական ծառայության տեղական վճարի արտոնության կիրառմամբ այլ անձի կողմից նշված ծառայություններից օգտվելը 15,000 դրամի չափով։ Իսկ եթե անձը ունի անսահմանափակ ուղևորությունների փաթեթ, սակայն հասարակական տրանսպորտում այն չի վավերացնում, ապա կսահմանվի 3,000 դրամ տուգանք։ Օրենսդրական փոփոխությունների ընդունումից հետո քաղաքապետի որոշմամբ կսահմանվի այն ստորաբաժանումը, որը իրավասու կլինի իրականացնել վերահսկողություն եւ կիրառել տուգանքներ։ Արտաքին քաղաքականություն Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին ժողովրդավարական ինստիտուտների ամրապնմանը իրավունքի գերակայության եւ կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր են քննարկվել Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ վարչապետ Փաշինյանի հանդիպմանը։ Կառավարության լրատվականի փոխանցմամբ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար, ընդգծել է կառավարության հանձնառությունը ժողովրդավարության եւ խաղաղության ամրապնման ճանապարհին։ Եվրամիության բարձր ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանն ու Եվրոպական միությունը երբեք այսքան մոտ չեն եղել միմյանց։ Նրա խոսքով Եվրամիությունը պատրաստ է առավել խորացնել գործընկերությունը բոլոր ուղղություններով։
ՄԱԿ-ի զարգացման ֆինանսավորման 4-րդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։ Նախագահները անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին ու զարգացումներին, մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ Երկու լուր միջազգային եւ տարածաշրջանային լրահոսից։ Իսրայելական զինուժի հարվածների հետևանքով 3 Գազայում սպանվել է առնվազն 74 մարդ, հայտնում է France Press գործակալությունը։ Ծովափնյա սրճարանում տեղի ունեցած ավիահարվածների հետևանքով 30 մարդ զոհվել է եւ կրակոցների հետևանքով զոհվել է 23-ը։ Պաղեստինցիները փորձել են ստանալ խիստ անհրաժեշտ սննդամթերք, հայտնել է ականատեսները եւ առողջապահության պաշտոնյաները։ Գազա քաղաքի Ալ-Բաքա սրճարանին ավիահարվածներից մեկը եղել է երբ այն լի էր կանանցով ու երեխաներով, նշել են Գազայի պաշտոնյաները։ ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թվականի հուլիսին Անկարայում, հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Մենք դաշինքի ղեկավարներին կընդունենք մեր մայրաքաղաքում, կնախապատրաստենք շատ կարևոր որոշումների փաթեթ, նշել է նա։ Էրդողանը նշել է, որ նման որոշում է կայացվել դաշինքի երկրների գագաթնաժողովում, այն ավելի վաղ տեղի էր ունեցել Գազայում։ Եվ վերջում ռուս-ադրբեջանական հարաբերություններ, որոնք վերջին օրերին խիստ սրվել են։ Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են Սպուտնիկ Ադրբեջան գործակալությունում աշխատող Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության 2 աշխատակիցների, հաղորդում են ադրբեջանական լրատվականները։ Ձերբակալությունը տեղի է ունեցել Մոսկվայի եւ Բաքվի միջև Եկատերինբուրգում 2 ադրբեջանցիների սպանության ֆոնին ծագած դիվանագիտական ճգնաժամի պայմաններում։ Օրվա լրահոսից այս եթերաժամի համար այսքանը, խոսափողի մոտ Մարլենա Հովսեփյանն էր, մինչև ժամը 11-ը։ Մեր սուրճը մնաց։ Սուրճ ու սեր առավոտից։ About me every night.
Coffee House, սեր եւ սուրճ մեկ բաժակում։ Սուրճ ու սեր առավոտից։ 10:07 րոպե շարունակվում է սուրճ ու սեր առավոտից հաղորդումը հանրայինի ուղիղ եթերում։ Լուսինեն փորձում էր սարքը միացնել, գործի դնել, որպեսզի պատրաստի սուրճ մեր հյուրի համար։ Սուրճ պատրաստեմ, այո։ Այնպես որ հարգելի ռադիո լսողներ, չգիտեմ, ձայներ դեռ չի հանում, կփորձենք հիմա պատրաստել, բայց այն որ ով մտնում է մեր տաղավար եւ ասում, «Էս ինչ լավ է բուրում ձեր տաղավարում»։ Ինչ բուրմունք է, ինչ բուրմունք է։ Մենք հիմա այո, դու զանգ ունենք։ Ինչ ես ասում։ Այո։ Ինչ ես ասում։ Եվ ասում ենք բարի լույս։ Բարի լույս ունկնդիր, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Ալո։ Հիմա լսում ենք դες շատ ուշադիր, բարի լույս։ Բարի լույս։ Բարև ձեզ, սիրելիներս։ Տիկին Ալիսա։ Շատ կարոտել եմ։ Մենք էլ ձեզ ենք կարոտել։ Ոնց եք Տիկին Ալիսա։ Լավ եմ, ոչինչ, շնորհակալություն։ Դե մեզ արագ պատմեք ինչ սխալ եք արել, որ հետո ժպիտով եք հիշել միշտ։ Ուրեմն մեկ անգամ առավոտյան տեղ էի գնում, հողաթափերով դուրս եմ եկել, չեմ զգացել, բայց պահետակ զգացի, որ չեմ կարողանում նորմալ քայլել։ Ես ինքս ինձ վրա սկսեցի ծիծաղել։ Եթե վերադասել, բնական է, փոխել եմ կոշիկներս հագել եւ դուրս եմ եկել։ Կարևորը շատ հեռու չեք եղել։ Շատ հեռու չեմ գնացել։ Դե կարևորը արագ այսպես կողմնորոշ։ Ի նման չէ, գնացել եք, հասել եք նկարման ու տեսել եք թարս այսպես կոշիկներ հագել սխալ։ Դե այդպես հնարավոր է, քանի որ մեքենայով եք գնացել, բայց հողաթափերով քայլել չէր լինում, բնական է։ Շատ լավ, շնորհակալ ենք ժպիտներով եւ լավ ենք ձեզ մաղթում։ Հրաշալի է ուղղակի, տեսնում ես, ես հիշեցի մի ուրիշ բան, հետաքրքիր մի դրվագ շատ արագ ասեմ, ընկերներիցս մեկը այն ժամանակ մեծ էին հեռախոսները եւ հեռուստացույցի հեռակառավարման վահանակն էին գցել պայուսակի մեջ որպես հեռախոս, որ նա տաներ։ Ես դա հիշում եմ եւս մեր գործընկերներից մեկի հետ է պատահել։ Արի ողջունենք մեր հյուրերին, նրանց արդեն տեսնում են լայվում մեր ռադիոլսողները, նաեւ ակնդիրները եւս, տեսնենք նրանց մոտ ինչ նման դեպքեր են գրանցվել առհասարակ։ Music for Unity Պարատոնի հիմնադիր Շուշան Հակոբյանն է մեր տաղավարում, նաեւ աշակերտ Արեգ Էկմեջյանը, բարի ողջույն Արեգ։ Բարև։ Լավ ես։ Իսկ Շուշանին ասում ենք բարի գալուստ Հայաստան։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնել նորից։ Օվկիանոսից այն կողմ Շուշանն եկել հասել է։ Բնակվում է Միացյալ բայց կապը ամուր է եւ տարին չգիտեմ քանի անգամ գալիս է Հայաստան։ Այո։ Մինչ Շուշանը կհիշի իր կյանքում ինչ նման զավեշտալի առավոտյան դեպք է տեղ ունեցել, ողջունենք ունկնդրին, բարի լույս, դուք եթերում եք։ Բարի լույս։ Բարի լույս։ Ներկայացեք։ Ես Սիրվարդն եմ։ Սիրվարդն եմ, ես միացել որտեղից Երևանից։ Շատ հաճելի է լսել ձեր գեղեցիկ հաղորդումները, որ շատ իմաստալից ու ուշադիր եք ամեն հարցի շուրջ եւ հաճելի է, որ լսում ենք հանրային ռադիո։ Շնորհակալ ենք շատ։ Ընկերեմ, ուսանողական տարիներին մի անգամ դասի գնալուց երեկոյան եմ սովորել մեկ անգամ ուսիցս մոտիկ ականջի շշուկով ասում է ընկերուհի ջան, դե ժամանակ եթե հանկարծ մեկը կոմպլիմենտ էր անում, մենք ագրեսիվ մտածում ենք ինչ գործում։ Ես սաները գլխիս է, սաներվել եմ դուրս եմ եկել, մի ժամ սաներ եմ մանեկել, այս տղեն զգուշացնում է, ընկերուհի ջան, գլխից սաներ կա, ամոթից է քրտնեց, բայց դե Նորակալություն հայտնեցի սաղի փոխարեն, իչում մինակս շատ սրտանց ծիծաղել է։ Իսկապես պատկերացրեցի այդ վիճակը, բայց կարող եք նորաձևության ճիչ համարվել, չէ՞, կարող եք ասել ձևն է այդպես։ Ման, ժամանակ ոչ։ Շնորհակալ ենք այսպեսի բարի պատմությունների համար, պարգևելու համար, իսկապես շատ հաճելի է։ Շուշան, ինչ հիշեցիք ձեր կյանքում, ինչ եղավ։ Այո, Շուշան, այդպեսի դեպք այո իմ հետ էլ ա եղել, որ ես շատ շտապելուց, գիտեք, Ամերիկայում ամեն ինչ տարագի մեջ է լինում եւ գնացել եմ այդպես համերգի եւ հետո նկատել եմ համերգից հետո որ գեստս թարս էր հագնվել։ Իրոք է բեմում եք թարս գեստը։ Այո, ես այդ տեսա բեմում, երբ որ նվագում էի հերթական ստեղծագործությունը եւ դուք պատկերացնում եք ժամանակվա շոկը,
որ մտածում եք որ հիմա բոլոր պիտակները հետևից կախված են եւ հիմա բոլոր դրամացին է մտածում, բայց լավ էր դուրս եկա, բոլորից հարցրեցի, իմ գոլեգաներից չէին նկատել, անգամ մտածեցին, որ դա շատ նորաձև է եւ մտածեցին դա ճիչերից է նորաձևության բեմական արվեստի։ Կարծում եմ բոլորիս հետ եւ հատուկ երաժիշտների հետ այդպեսի բաներ շատ է պատահում։ Հումորով պետք է մոտենալ այդ ամենին։ Ունեք լուսանկար այդ համերգից։ Ճիշտն ասած, կարող է եւ եթե ֆեղեմ գտնեմ, բայց արդեն շատ էի աշխատում մոռանա այդ դեպքի մասին, լուսանկարները հեռու է պահել, որ չէ։ Բայց տեսեք ինչքան ժպտացիք, տեսեք ինչպեսի տրամադրություն։ Շուշան ջան, մենք նշեցինք, որ թեև օվկիանոսից այն կողմ եք բնակվում, բայց առիթը բաց չեք թողնում ամուր կապը պահելու երաժշտական մասով եւս։ Սա շատ կարեւոր է, նաեւ նկատելի է այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգներում փորձում եք հայկական համայնքում որքան հնարավոր է շատ խրախուսել դասական երաժշտությունը եւս շատ կարեւոր հանգամանք է սա եւ իհարկե կցանկանայինք հասկանալ այս անգամ ինչն է բերել ձեզ Հայաստան։ Նախ իհարկե ուզում եմ նշեմ, որ առիթ երբեք չեմ կորցնում, որպեսզի գամ Հայաստան եւ այս առիթի այս դրա համար ուզում եմ հիշեմ սիրելի Արնո Բաբաջանյանի խոսքերը, որ երբ որ ասում էին, ինչպես է որ դու ապրում ես Մոսկվայում, բայց այդքան սիրում ես հայրենիքը, ինքը ասում էր, որ я живу в Երևանի, но проживаю в Москве, այսինքն միևնույնն է, որտեղ էլ մենք լինենք, մենք գիտենք, որ մեր գիտակցական ամեն ինչը եւ մեր հոգեվոր դե բնական է ամեն ինչ մեր սիրտն ու հոգին հայրենիքում է հա եւ գիտեք ինչ շատ մարդիկ դա մասին ասում են այդ սիրտ ու հոգին հայրենիքը ես ուղղակի չեմ սիրում երբ որ դա մի քիչ ցենց ձևական բնույթ հագնում դուք այստեղ ինձ համար եք սուրճ պատրաստում որտեղ անում եք դες համար ենք անում այդ սուրճը սուրճը շարժիչ ուժն է բոլոր պրոջեկտների եւ երաժշտական մտահղացումների բայց մի բան այն չեմ արել որովհետեւ միայն ջուրը եկավ Հա ինչ Սուրճը կուլ է տվել Կամ դու ես խմել դու սուրճը գողացել ես ճիշտն ասա Չէ չեմ գողացել բայց հիմա կհասկանանք ինչն է պատճառը ես սուրճ կտանք անպայման Շուշան Չառանց սուրճ բաց չենք թողնի Շուշան չենք թողնի իհարկե եւ շարունակենք իհարկե կարեւոր զրույցը այս թեմայով հիմա փաստորեն իզուր չէր որ ասացի որ Միացյալ Նահանգներում փորձում եք առաջնահերթ դասական երաժշտություն, համերգներ, փառատոներ, դպրոց, չէ՞։ Մի քիչ պատմեք այդ գործունեության մասին։ Երևի բոլորիս համար դա նորություն չի, որ ես պետք է նշեմ, որ հիմա հայությունը Լոս Անջելեսում շատ շատացել է եւ հատուկ նշեմ, որ այս վերջի 2 տարում ավելի շատ է շատացել։ Այսինքն ունենք մեծ թվով հայ հասարակություն, հայ երաժշտասերներ, հայ մանուկներ, ովքեր կարիք ունեն մեր բարձր արվեստի։ Այո Մեծ այդ ընկալումներն էի, հա, ուզում հասկանալ ինչպեսին են, այ բոլորն ասում են, որ Սփյուռքում այդպես հացածաճաշակ երաժշտություն են լսում, բնովում են ինչ-որ ինչ, բայց արետես որ այդպես չէ, այդպես դասական արվեստը եւս բանջարք է վայելում։ Կա, գիտեք, ամեն ինչ կա, էժանակին արվեստը ավելի շատ մասաների համար է եւ ինչու ոչ բարձրաճաշակ երաժշտությունը մենք պետք է շատ աշխատենք փոքրուց այսպիսի մանուկներին որ իդեպ ներկայացնենք նաև ձեր կողքին նստած մանուկին ահա քանի տարեկան է մեր 9 տարեկան է մեր տաղանդավոր Արեգը Արեգ ինչպես սկսեցիր նվագել առհասարակ այ երաժշտության մասին մի փոքր պատմիր Իսկապես ես երգում էի Ախ դու երգում էիր ահա եւ Միշուշանան իմ դասատու նվագում էր բան ինչ այ հետո ես երգում էի հիմա սկսեցի դաշամուր նվագելը ահա ես ստացվում է փաստորեն ինչու որոշեցիր փոխել գուցե օրինակներ հա ուսուցչու որ ավելի լավ բան չամպիոն դառնամ տրոֆիներ ստանամ այդպես երգելը այդ մրցանակներ ստանաս ուզում ես ասես որ երգելուց մրցանակներ չէիր կարող ստանալ նույնն է հենց նույնն է բայց դաշնամուրը գերեցիր դա ավելի սիրով ես անում Այ Շուշանը գրավեց հա տեսար ինչպեսի գեղեցկուի է նստած ռոյալի առաջ որոշեցիր դու ինչու ես էլ այսպես չսովորեմ նվագել ուսուցչի օրինակը շատ կարևոր է միանալ մեզ Ես համար ուշ չէ արդեն ուշ է դու ես շան վալսը կարողանում եմ նվագել բայց ոչ ավելին Շուշան դեպ կա տարիք այո գիտեք ես պետք է ասեմ երևի տարիք չկա, լիմիտ չկա, ես դրա համար
ճանապարհ եմ շատ սիրում եւ շատ կուզենայի որպեսզի մեր այստեղի ժողովուրդը այդ կարծրատիպերից դուրս գա։ Ես հիմա ունեմ աշակերտուհի, որը 75 տարեկան է, իմ հրաշք Լուլուն, որը գիտեք ինքը տարիներ առաջ նվագել է, հիմա ոնց որ վերադարձել է երաժշտությանը եւ ես տեսնում ինչքան նվագել է։ Իսկ եթե ես էլ եմ ջութակ նվագել, այ դպրոցական տարիներ դաշնամուր եւս, բայց հիմա մոռացել եմ։ Բայց հիշողություն կա ներքին, որ դա ձեր մկաների հիշողությունը, ձեր լսողությունը, ձեր այո, դուք կարող եք շատ հեշտությամբ հետ բերել, այո։ Ես կարող եմ ասել մի 2 ամսից լավ հմուտ մասնագետի հետ դուք կարող եք սկսել արդեն նորից։ Ուրախացա, ոչինչ կորած չէ։ Դες ինչ ես անում, խնդրեմ հաջորդ դասին գաս ջութակով։ Այո, ինչի՞ չէ, միացեք մեզ։ Միքայելոց։ Հետաքրքիր բան ասացիք, որ ձեր աշակերտուհին 70 տարեկան է։ Կարող ենք ասել, որ այդ կերպ յուրատեսակ թերապիա է իրականացնում, մշտապես երիտասարդ լինելու երաժշտության հրաշք աշխարհի շնորհիվ։ Այո, ես կարող եմ ասել, որ դուք պետք է երևի ինձ էլ երևի տեսնում եք, հիմա ինքս ինձ կոմպլիմենտ անեմ։ Միշտ թմայի։ Մեր հրաշք։ Երաժիշտները երբեք կարող է մի քիչ պարզ է, մեր տեսքը փոխվում է, բայց հոգով երբեք չեն ծերանում։ Շուշան, դա բեմն է, այ պահում միշտ է, լավ մարզավիճակում երիտասարդ միշտ։ Երաժշտական աշխարհը։ Քաղցը նոր բան սովորելուն եւ մատուցելուն, այդ հրաշքը, չէ՞ որ այդ ընթացքում որ մենք սովորում ենք եւ վերարտադրում ենք, մենք նորից ենք ճանաչում, նորից ենք ծնվում։ Դուք նկատել եք, այսպեսի տենդենց կա հայ մայրիկների մոտ, որ հիմա արդեն տարիքում 45, մոտ 50 տարեկանում երեխա են ունենում, ճիշտ է։ Ինչի՞ համար իրանք ուզում են ջահելանա, նորից վերադարձեն այն էմոցիաները, որոնք եղել են 25 տարիներ։ Բայց չէ, դա հնարավորին մեզ մոտ Ամերիկայում շատ կա, ցանկության դեպքում ես շատ լսեցի, առավել եւս զինվոր մայրիկները, չէ, որ նորից բայրացան, որը հրաշք էր դա։ Հիմա պատկերացեք երաժիշտները ամեն օր ինչ որ մի բան ստեղծագործում են, նոր բան, ես ինքս կատարող երաժիշտ եմ, շատ կոմպոզիտորով չեմ զբաղվում, թեպետ ունեմ մանկական ստեղծագործություններ, իմ հրաշքների համաստեղծ, բայց դուք անընդհատ ստեղծագործում եք, անընդհատ նոր ինչ որ բան եք ուզում բերեք, դուք վերածնվում եք նորից։ Այդ բանը, եթե դուք կանաք զգալ, ես վստահ եմ, դուք էլ արվեստի մեջ եք, չէ՞ որ ձեր մասնագիտությունն էլ ձեզ դա բերում է այդ հնարավորությունը։ Իզոր չի որ մասնագետները, հատկապես հոգեբանները նշում են, որ հոգեբանական խաղաղության ու ներդաշնակության համար մոտորիկան շատ կարևոր է։ Այս պարագայում, երբ որևէ երաժշտական գործիքի ես տիրապետում եւ անդադար, այսպես փորձում ես ձուլել, հա, հոգուտ ներաշխարը նաեւ աշխատանքի մեջ երաժշտական, այս պարագայում հրաշալի թերապիա է ստեղծվում։ Իսկ էլ չեմ խոսում փոքրիկների մասին, որ փոքր տարիքից արդեն այդ աշխարհում են։ Հիմա ասած, որ ուզում է չեմպիոն դառնալ։ Հա ինչ չեմպիոնի մասին է խոսքը։ Մրցույթից էլ խոսենք։ Այո, մենք այստեղ Չմոռանանք վերջո ինչ հավաքվել։ Մենք այս մեր այցը նվիրված է General Bass երաժշտական մրցույթին, որը կազմակերպված է Պարոնյան Music School եւ Իզաբելա Պարոնյան, շատ հետարքիր եւ ակտիվ արվեստագետ իմ ընկերը կազմակերպեց այս մրցույթը եւ Music for Unity մեր կազմակերպությունը մրցույթի աջակիցներն են եւ ես գտնում եմ որ դա մի հրաշալի բան է որպեսզի մենք կարողանանք մեզ մոտել Լոս Անջելեսում պրոպագանդենք այս մրցույթը եւ ավելի մյուս տարի ավելի շատ թվով երեխաներ կարողանան գանք մասնակցենք պատկերացրեք, այս երեխաները ուղղակի չեն գալիս նվագելու։ Մենք շատ ունենք հնարավորություններ այնտեղ ելույթներ ունեն, բայց իրանք գալիս են իրանք հայրենիքը եւ իրանք կապում են իրանք առաջի այցը կամ թեպետ կարող է եւ եղել են, բայց իրանք այցը արվեստի հետ։ Դա մի անմոռանալի իրանք հիշողություն պետք է լինի, որ անդադ կանչելու է այլի նորից Հայաստան։ Դե նոր ծանոթություններ, նոր ընկերներ, դրանք եւս մեծ նշանակություն ունեն այս պարագայում եւ հայ հանդիսատեսի վերջո։ Սա եւս շատ կարեւոր է։ Առաջին անգամ ես եկել Հայաստան, թե էլի էիր եկել։ Երկրորդ։ Դե հիմա տարբերություններ։ Առաջին անգամ քանի տարեկան էիր, որ եկար։ 1 տարեկան, դե չես հիշում, չէ՞ այն ժամանակ։ Հա, չէ, հիշում։ Չես հիշում։ Հիմա արի խոսենք քո տպավորությունների մասին։ Եկել ես քո հայրենիք եւ ինչ զգացողություններ ունես։ Դուրդ եկել է։ Իսկապես չէի իմանում ինչ ջուր էր ուրիշները խմում։ Ես կարծում էի Ամերիկայի ջուրներ, խմեցի իմ մամաս ասեց էդի հայկական ջուրներ, ասեցի լավ չեմ խմի էլ։
Հիմա սորովեցի։ Հա։ Գիտես այդպեսի երկ կա հայրենիքից ջուրը, այդպեսի երկ կա։ Այ մայրիկի Հիմա ասած ասա որ ամենահամեղը ծորակի ջուրն է հայկական։ Համեղ է, չէ։ Հա։ Հա։ Իսկ էլ ինչ համեղություններ ես կերել այստեղ, որ քեզ համար նորություն էին։ Հայկական պիցա։ Հայկական պիցա։ Լավ, չգիտեի, որ հայկական պիցա լավ, հետո որ խոսացի այդ ջուրի մաս։ Հա, ջուրի մաս։ Կացա նորից ջուր։ Կարևորը ջուրը տպավ։ Այսինքն քեզ համար զարմանալի էր, որ դու կարող ես փողոցով քայլել, ցայտաղբյուրից ջուր խմել, հա։ Տեսնում ես ինչ լավն է քո կենթաբանակայգին գնացի։ Գնացել ես, դուրս բալետը։ Բալետն էլ ես գնացել։ Նույնիսկ բալետ։ Հետո դուրս եկավ։ Ու այդ թատրոնը կատու շունի։ Ահա։ Իսկ ինչ ես անելու, որ հիմա գնա Միացյալ Նահանգներ, մամային անդադար ասելու ես էլի տար Հայաստան։ Ծախսի տակ ես գցելու ձերոնց։ Այս որ մի հատ գանք Հայաստան, կասես մնացինք այստեղ էլ չենք գնում։ Հա։ Ապրես դու, այդպես։ Սուշան, վերադառնանք կրկին մրցույթին, հիմա շատ եմ հարց կծակի, ինչ երբ որտեղ վերջը։ Այո, մրցույթը այսօր բացումն է, ժամը 6-ին Կոմիտաս Պանթեոնում։ Եվ մենք բոլորս գնալու ենք հանդիսավոր բացումի։ Մեր ելույթը կկայանա ամսի 3-ին Արեգի հետ։ Դեռ 2 օր էլ ունենք, որպեսզի շտկենք եւ պատրաստվենք հոգեբանապես հայաստանյան հանդիսատեսին եւ մեր հարկարժան ժյուրի անդամները, դա միջազգային շատ լուրջ երաժիշտներ են։ Ես կարող եմ հիմա չկարողանամ անունները նշել, բայց գիտեմ, որ Սարաջան Աննան, մեր դաշնակարուին Կանադայից գալիս է այստեղ հատուկ։ Եկել է, այո, այդ մրցույթի համար հրավիրված է եւ շատ անվանի երաժիշտներ տարբեր երկրերի։ Իհարկե մենք շատ ուրախ ենք եւ խրախուսում ենք եւ ուզում ենք ամեն ձև կարողանանք մեր այս ներկայությունով իմ այս գալով կներեք մի հատ անգլերեն բառ պետք է օգտագործեմ support անենք աջակցենք մեր գոլեգային եւ իրեն ցանկանանք հաջողություն հետագայում, որպեսզի կարողանա ավելի մեծ գործեր անեն։ Մենք լիահույս ենք, որ այդպես էլ կլինի, հատկապես որ փաստորեն փառատոնը ոչ միայն այսպես տեղացի երաժիշտներին է հիանալի հնարավորություն տալիս դրսևորելու, ներկայացնելու հմտությունները, այլև հնարավորություն է տալիս Միացյալ Նահանգներից, հա, մեր պատանի տակավին երեխաներին հրավիրել այստեղ ու ելույթ ունենալ հայ հանդիսատեսի համար։ Հայրենիքում ելույթ ունենալ եւ վայելել հայրենիքի հանդիսատեսի։ Հետո կհիշես տարիներ անց այս պատմությունը, նաեւ այս եթերը ու կհասկանաս, թե որքան կարեւոր դեր է ունեցել այս այցը, որովհետեւ սա գիտակցական առաջին այցն է։ Մանկավարժի դերը ի վերջո։ Մանկավարժի դերը։ Իրար հետ եք նվագելու, ասացիք իրար չէ, Արեգը մենակ։ Նվագիր ասոլո ծրագիրը, այո։ Ինչ ես նվագելու, Արեգ, ինչ ստեղծագործություն ես պատրաստել։ Պրելուդ, հա։ Տարանտելա ու մի երկու տատիները կռվում են։ Արամ Խաչաճյանի ստեղծագործությունն է դեպ։ Շատ պատկերավոր։ Ներկայացրեց երկու տատիները կռվում են։ Երկու տատիները, տեսնեք երկու տատիները ոնց են կռվում, զանգում են։ Տեսնեք ինչ ունի մեզ ասել ռադիոլսողը, բարի լույս։ Բարի լույս։ Արարատ ջոթան։ Այո։ Միանշանակ է, ամփոփ։ Շնորհակալություն։ Ես ուզում եմ ողջունել Շուշանին եւ Արեգին։ Իմ կյանքում էլ ա եղել տենց դերվասներ ուսանողական ժամանակ, բայց դա չեմ ուզում պատմեմ։ Ուզում եմ Շուշանին իր թույլտվությամբ ակրոստիկոս նվիրել։ Նվիրեք։ Շնորհալի, ուրախ, շքեղ, արվեստի նվիրյալ։ Նվիրյալ։ Օ, բրավո։ Հրաշքեր, պետք է հիշեմ դա։ Ասում ապագա արև։ Ահա։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալ ենք զանգի համար եւ դուք էլ ունեցաք ակրոստիկոս մեր մշտական բայց ինձ թվում է նախորդ մեր եթերներին էլ եք ունեցել, թե չէ։ Չեմ հիշում։ Լավ, ինչև է։ Չեմ նվիրել։ Այո, Շուշան, ես հիշում եմ նաեւ որքան էլ դուք Միացյալ Նահանգներում եք, այդուհանդերձ ամեն ինչ անում եք, ոչ միայն կապ այստեղ ամուր լինելու առումով, այլև փորձում էիք նաև հատկապես մարզային դպրոցներին օգտակար լինել, երաժշտական գործիքներ տրամադրելով, բարեգործական համերգներ կազմակերպելով, ոչ միայն այստեղ, այլև Հայաստանում շարունակական է, թե ես որքան գիտեմ Միացյալ Նահանգներում եք շարունակում համերգներ կազմակերպել բարեգործական։ Ծրագիրը շարունակական է, մենք այդ ծրագիրը արեցինք Unison Duet
կազմակերպության հետ, Ռուբեն Նախյանի հետ եւ բացեցինք դպրոցներ Տավուշում։ Երեխաները այս տարի մենք ունենք առաջի ավարտը 7 տարի արդեն անցավ մեր առաջի ընդունելությունից եւ շատ ուրախ ենք իհարկե մեր բավական կարողացանք այդ երեխաներին օգնել եւ մտցնել այդ ջութակի կուլտուրան որոշ դպրոցներում, Տավուշի գյուղերում, անգամ Լուսաձոր գյուղից երեխաներ անգամ այսօր հաճախում են կողքի գյուղը եւ մենք աջակցում ենք իրենց այդ transportation-ի։ Շատ շնորհակալ աշխատանք եք կատարում։ Մենք ունենք կրկին զանգ, լսենք ռադիոլսովին, բարի լույս։ Բարև ձեզ, բարի առավոտ, ես նույնպես ողջունում եմ ձեր այդ գեղեցիկ հաղորդաշարը եւ ուզում եմ մի զավեշտալի դեպք պատմել, առավոտյա հետ դուք որ ասում եք։ Լսում ենք։ Ուրեմն քրոջս աղջիկը զանգահարում է մորը, որ տանը չի, մամ ջան, գնում եմ դասի, դուռը փակում եմ ու բանալին դնում եմ դրան առաջ փալասի տակ։ Մի րոպե նորից։ Դուռը փակում եմ։ Այդ հասկացանք, զանգում եմ այրի։ Դուռը փակում եմ, դուռը փակում եմ, գնում եմ դասի, բանալին դնում եմ դրան առաջ, փալասի տակ։ Ահա։ Լավ է, չէ՞։ Որտեղ է գրում, տանն է թողնում գրածը, ճիշտ եմ հասկանում։ Հա, դրան վրա գրում եմ ու կպցնում եմ դրան վրա։ Սկիզբը չէի ֆիքսել էդ էի ուզում հասկանալ։ Ես գիտեմ, որ ես 10-րդ անգամից եմ հասկանում, բայց այստեղ սկիզբն էինք բաց թողել։ Իրա մայրիկին։ Այդ թող դներ փալասի վրա վերջան արելի ամեն։ Գրել է, որպեսզի գան գողերը ու կարդան, որ ամեն ինչ։ Շատ լավն էր, շնորհակալ ենք։ Այ այսպես մեր ռադիո լսողները մեր տրամադրում։ Մենք ասում ենք ձեզ բարձր տրամադրություն պարգևենք, դուք եք մեզ պարգևում բարձր տրամադրություն, ինչի համար շնորհակալ ենք։ Գովազդային դադար, այնուհետև կշարունակենք մեր ծրագիրը։ Հաղորդման գործընկերն է Coffee House ընկերությունը։ Բարի լույս իմ սեր, քաղցր սուրճ ինձ բեր, ես ու դու հասնում ենք վեր, դու ինձ սուրճ ու սեր, մնամ քեզ հետ հավեր։ Coffee House, սեր և սուրճ մեկ բաժակում։ Սուրճ ու սեր առավոտից։ 10:29 րոպե հիշեցնենք, որ մենք ունենք այսօր մրցանակային վիկտորինա, հատուկ մրցանակ Coffee House-ից Քիչ անց հարգելի ռադիո լսողներ, ծրագրի վերջին հատվածում, այնպես որ մնացեք մեզ հետ եւ շարունակենք զրույցը, վերջին մի քանի հարցնել տանք մեր հարգարժան Շուշանին եւ փորձենք փաստորեն բազմաթիվ մարզերում ապրող երեխաներ ձեր նախագծերի շնորհիվ հնարավորություն են ունեցել ապրել երաժշտական աշխարհով եւ շարունակում են։ Մենք լիահույս ենք, որ հետո շատ զարմացնելու են նրանք մեզ իրենց տաղանդով եւ իրենց աշխատունակությամբ, բայց նաեւ կուզեինք խոսել ապագայի մասին։ Ահա, արել եք այսքան բան, ինչ ունեք պլաններում անելու։ Ուրեմն կուզենամ անպայման նշել, որ մեր իմ Լոս Անջելեսի գործունեությունը հիմա շատ կապված է Music for Unity-ի, որը ոչ միայն դպրոց, այլ համերգների կազմակերպում եւ միջազգային մրցույթների։ Մենք 24 թվականին ունեցանք մի շատ մրցույթ, որը կոչվում էր Homecoming, վերադարձ դեպի Արցախ։ Ուրեմն բոլոր ֆոլկ թեմաների տրված էին կոմպոզիտորներին, որպեսզի նրանք ստեղծագործեն ստեղծագործությունները եւ ստեղծեն, այսինքն հավերժացնեն մեր արցախյան մեղեդիները օտարների գրչի ձեռքով։ Այդ շատ հաջող անցավ այդ պրոջեկտը եւ ուզում ենք անել շարունակական այս 2026 թվականի սեպտեմբերին այդ կոմպոզիտորների մրցույթը նորից կանցկացվի Լոս Անջելեսում, բայց արդեն միջազգային մասշտաբով։ Ես շատ մեծ հույս ունեմ, որպեսզի մեր հայրենակիցները պետք է մասնակցեն։ Մեզ մոտ հանրաճանաչ երաժիշտներ են հրավիրվում, որպեսզի այդ ստեղծագործությունները հնչեցնեն, եւ ես շատ ուրախ եմ, որ այս տարի այդ դրան կմիանա նաեւ իմ տղայի Տիգրան Պողոսյանի, որը արդեն էս բարեգործական գիտեք գործերի մեջ իմ հետ մեծացել
ստացել է նրանց հիմնած կազմակերպությունները, որոնք գործում են հայ ջահել երեխաների հետ UCLA-ում։ Գիտեք, շատ ծրագրեր կան մեզ մոտ Լոս Անջելեսում, բոլորս ապրում ենք Հայաստանով, շնչում ենք Հայաստանով եւ մեզ պատկերացնում ենք այստեղ մեր օգտակար լինելու մեր արվեստին եւ մեր ապագային։ Շնորհակալ ենք, մեզ մնում է հաջողություններ մաղթել ձեզ բոլոր ձեռնարկներում, բոլոր նախագծերում։ Եվ շնորհակալություն, որ եկաք այս առավոտ մեր տաղավար։ Նաև շատ կարևոր է, որ փորձում եք ամուր պահել Հայաստանի հետ կապը, նաև հակառակը Հայաստանից ներգրավել երաժիշտների, որպեսզի հնարավորություն ունենան մասնակցել այլ երկրներում։ Իմ եւ Արեգի այցը այսօր խոսում է դրա մասին։ Արեգին մաղթում ենք հաջողություն, հրաշալի ելույթ Արեգ ջան։ Իսկապես, հաջող։ Արեգը հրաժեշտ տվեց մեզ, հիշեցնենք հարգելի ռադիոլսողներ, մեր հյուրերն էին։ Music for Unity փառատոնի հիմնադիր Շուշա Հակոբյանը եւ երիտասարդ աշակերտ պատանի Արեգ Էկմեջյանը։ Ձեզ մաղթում ենք հաջողություններ եւ մաղթում, որպեսզի շատ լինեն առիթներ ու շատ գաք Հայաստան։ Շատ շնորհակալ եմ, ես էլ ձեզ շատ սիրում եմ, ձեր հաղորդումը եւ ձեզ։ Մնացեք մեզ հետ, առջևում Վիկտորինա է մրցանակով։ Ասա ուրեիր, առանց քեզ տխուրեի, ասա որտեղից հայտնվեցիր, ասա թե ինձ ոնց գտար, թե ոնց դու իմ կյանք մտար, ու իմ սրտի մեջ թաքնվեցիր, իմ սրտի տանիքն ես, ու իմ տիտանիքն ես, դու ինձ խորտակում ես, քո սիրո ծովում, իմ սրտի մետրոն ես, դարդեպի կենտրոն ես, սիրուց օրորվում եմ, համել մոլորվում, գնա գալիս եմ, հետըտ պարելու, քո համբույրից է, սիրտս վարվելու, գնա գալիս եմ, հետըտ ուր ասես, չունի աշխարը, մեզ համար քարտես, երասի խորքում, սերը ինձ հողից ոգում, ու հանում է յոթերորդ երկիր, որ քո սիրուց աղթանամ, ու նոր հասկանամ, հեռու չեմ գնալ քո գրքից, իմ սրտի տանիքն ես, ու իմ տիտանիքն ես, դու ինձ խորտակում ես, քո սիրո ծովում, իմ սրտի մետրոն ես, դարդեպի կենտրոն ես, սիրուց օրորվում եմ, համել մոլորվում, գնա գալիս եմ, հետըտ պարելու, քո համբույրից է, սիրտս վարվելու, գնա գալիս եմ, հետըտ ուր ասես, չունի աշխարը, մեզ համար քարտես, 10:36 րոպե ուղիղ եթերում հանրայինի առաջին ալիքն է եւ դուք շարունակում եք լսել Սուրճ ու Սեր առավոտից հաղորդումը։ Եվ եկավ այն բաղձալի պահը, որ մենք պետք է սկսենք մեր Վիկտորինան, ասենք որ Վիկտորինան մրցանակով է։ Արի չասենք թե ինչ մրցանակ է, հաղթողի վերջում ասենք, ասենք որ մրցանակը Coffee House-ից է, մեր նոր գործընկերն է միացել մեզ։ Այո, եւ պարտադիր չի ամենևին էլ որ մրցանակը լինի սուրճի դեպ։ Այո, նրանք ովքեր մեզ հիմա լայվով դիտում են, կարող են ցույց տալ
Շատ քիչ բան կարող ասել, մեն մեծ սրտիկ կա այս մրցանակի վրա։ Մնացածը արդեն երբ կխաղանք, խաղից հետո կասենք, հարգելի ռադիոլսողներ, մենք զանգ ունենք եւ ուզում են խաղալ մեզ հետ։ Բայց մինչ կթունենք զանգը, հիշեցնենք, որ մենք ունենք 5 անավարտ միտք, նախադասություն, միտք, դուք պետք է շարունակեք այդ 5 մտքերը, խաղալու եք մեզանից մեկնումեկի հետ։ Ով գնա։ Եւ վերջում, երբ արդեն մեզանից մեկնումեկը կվերադառնա տաղավար, նույն հարցերը նաեւ նույն մտքերը կուղենք նրան, եւ եթե լինեն համընկնումներ, գոնե գետ 1 համընկնում, դուք կստանաք մրցանակ Coffee House-ից։ Դե ինչ, զանգն ընդունենք, ինչ ես կարծում Տիգրան, ժամանակն է արդեն։ Ողջունեք ունկնդրին, բարի լույս։ Բարի լույս, Լուսինե ջան, Տիգրան ջան, նորից ես եմ կարող եմ մասնակցել Վիկտորինային։ Տիկին Ալիսան է։ Այո։ Փորձենք Տիկին Ալիսա։ Փորձենք։ Ով է գնում, ով է մնում։ Տիկին Ալիսա։ Հա, բայց եկեք այնպես անենք, որպեսզի կապը լինի հստակ եւ արձագանքումը։ Լսում եք մեզ միայն հեռախոսով։ Ահա։ Ով է գնում, ով է մնում։ Այո, որոշեք, ով է գնում, ով է մնում։ Ում հետ եք խաղում։ Մենք չենք տեղանա, Տիկին Ալիսա, գիտենք, որ դժվար է մեզ ձեզ համար մեզ բաժան։ Դե մեկի հետ ենք կար։ Լուսինեն մնում է։ Լուսինեն մնում է, թող Տիգրանը ների ինձ, Լուսինեն մնում է, շատ դժվար էր ընտրելը։ Ես հիմա դուրս եմ գալիս, Լուսինեն կուղի ձեզ 5 անավարտ։ Տիգրանը վերադառնալու է եւ ձեր նույն մտքերը փորձելու է շարունակել, այնպես որ դրա մասին խնդիր չկա, կարծում եմ հոգ չէ։ Հիմա Տիգրանը ինչ կգնա, մենք արդեն կարծում եմ պատրաստ եք ըստ երևույթին, չէ, որպեսզի մենք սկսենք խաղը, Տիգրանը դեռ գնում է, դրա համար եմ ձգում։ Եվ այսպես Տիկին Ալիսա, մենք հիշեցնեմ, ես նախադասություններ եմ ասելու անավարտ, դուք դրանք պետք է այսպես ասած շարունակեք, լավ, պատրաստ եք։ Ահա։ Դե ինչ, գնացինք։ Ուրեմն այսպես, ամեն առավոտ մոռանում եմ։ Ինչ եք մոռանում։ Ամեն առավոտ մոռանում եմ հեռախոսը վերցնել։ Լավ։ Հաջորդ հարցը, աշխատանքի հասնելիս առաջինը։ Աշխատանքի հասնելիս առաջինը։ Ահա։ Ստորագրում եմ, որ ներկայացել եմ աշխատանքի։ Լավ։ Երրորդ հարցը, կուզեի հիմա արթնանալ, որտեղ։ Այս պահին կուզեի արթնանալ մեր ամառանոցում։ Եվ չորրորդ հարցը, ամեն անգամ քնելուց առաջ մտածում եմ, որ։ Ամեն առաջ քնելուց առաջ մտածում եմ, որ մեր Հայաստան աշխարհին մի բառ բարթացնում եք, տեսեք, Տիկին Ալիսա։ Լավ, որ խաղաղություն լինի, որովհետև որ ինչքան բարթացնեք, այնքան Տիգրանը չի գուշակի։ Ձեր օգուտով եմ ասում։ Իհարկե, պարզ։ Այսօր խոհանոցում կպատրաստեմ։ Այսօր խոհանոցում կպատրաստեմ սիսերով շորվա։ Բարդ բաներ մի ասեք, որ Տիգրանը կարողանա գուշակի, ձեզ օգնում եմ։ Սոս, կպատրաստեմ սոս, լավ։ Ապուր։ Ապուր։ Շնորհակալություն, ես ընդունեցի ձեր բոլոր հարցերը եւ հիմա առաջարկում եմ, որպեսզի Տիգրանը գա, Տիգրան։ Կանչում ենք Տիգրանին, Տիգրան, խնդրում եմ, արի արդեն ավարտվեց մեր, այսպես ասած, հարցաշարը եւ մենք սպասում ենք, որպեսզի դու վերադառնաս, Տիգրան։ Ահա, կարծես Տիգրանը գալիս է։ Դժվար ու երկար ես գալիս, Տիգրան։ Արի Տիգրան, արի։ Գնացել էր Coffee House խմելու, ահա։ Այո, հիմա արդեն հասկացար, երբ ներս մտար եւ ահա։ Այսօր դուրս չի եկել տաղավարից եւ հասկացա, որ իսկապես բուրում է մեր տաղավարը։ Ահա, Տիգրան ջան, Տիկին Ալիսան պատասխանել է հարցերին, փորձիր պատասխանները տալ նաեւ Տիկին Ալիսայի, այսպես ասած։ Փորձենք, տեսնենք համընկնում կլինի թե ոչ։ Բայց հիմա դու պետք է ընտրես։ Այո, հիմա դու ինձ ասա սա։ Այո եւ ոչ։ Այո եւ ոչ, վերջ։ Դե ինչ, ազդանշանով ենք հասկանալու, ազդանշանով հասկանալու ենք։ Տիգրան, պատրաստ ես թե ոչ։ Պատրաստ եմ։ Գնացինք։ Ամեն առավոտ մոռանում եմ։ Կնոջս համբուրել։ Շատ լավ բան ես ասում, բայց չէ, լավ չի, որ դու մոռանում ես քո կնոջը համբուրել, բայց լավ բան է, որ ամեն առավոտ համբուրես։ Սա պարզապես առաջին միտքն է, որ գալիս է, պետք է ասեք։ Դու Տիկին Ալիսայով մտածիր։ Աշխատանքի հասնելիս առաջինը
Նայում եմ ժամացույցից։ Դե ինչ կարող եմ անել։ Հաջորդը, երրորդը։ Կուզեի հիմա արթնանալ, Տիկին Ալիսան որտեղ կուզեր արթնանալ, խնդրում եմ ճիշտ ասա, իր ամենասիրելի վայրը, որտեղից մեզ լսում է մի։ Բալի լողափին։ Տիկրան, խնդրում եմ։ Դե ես կուզեի Բալի լողափում Տիկին Ալիսան որտեղ կուզեր արթնանալ։ Մտածիր։ Որտեղ է համեղություններ պատրաստում, մեզ լսում, Տիկրան։ Իրենց բայց դա իմ պատասխանը չէ։ Կապ չունի, դու ասա։ Ուզում եմ որ առաջին անպայման Տիկրան դե ասա։ Լավ, ասեմ։ Գյուղի հողամասում։ Ահա, վերջապես ամառանոցում իրենց։ Մեկ ճիշտ պատասխան ունենք։ Մեկ ճիշտ պատասխան ունենք, այո։ Եվ այսպես, եւ ամեն անգամ քնելուց առաջ մտածում եմ, որ սա պետք է նայես համամարտկային տեսանկյունից պատասխանը։ Ամեն անգամ քնելուց առաջ մտածում եմ, որ լավ վաղը ինձ հաջողություններ են սպասում, լավ որ է լինելու։ Չէ, ճիշտ չէ։ Այսօր խոհանոցում կպատրաստի Տիկին Ալիսան օջախուրի։ Դե կարևորը մեկ, այսպես ասած, համընկնում մի կերպ կորզեցի, այո։ Իրականում ճիշտ պատասխաններն էին ամեն առավոտ մոռանում եմ հեռախոսս վերցնել, աշխատանքի հասնելիս առաջինը ստորագրում եմ, որ ներկայացել եմ, կուզեի հիմա արթնանալ մեր ամառանոցում, ամեն անգամ քնելուց առաջ մտածում եմ, որ խաղաղություն լինի, այսօր խոհանոցում Տիկին Ալիսան կպատրաստեր ապուր։ Ծափեր։ Ամենայն դեպս ծափեր, Տիկին Ալիսա, դուք ունեք նվեր, հանրային ռադիո պիտի գաք, Coffee House-ից։ Որպես ինձանոց մենք արեցինք ամեն ինչ, որպեսզի գոնե լինի մեկ համընկնում լինի։ Այս գեղեցիկ բաժակում, որի վրա սրտիկ է փակցված, Coffee House-ի կողմից Այո, շնորհակալ եմ Լուսինե։ Հրաշալի նասկի ունեք։ Զուգագուլ պաներ, որի վրա ամբողջությամբ գրված է սեր, հատուկ։ Սա պետք է հագնես ու բոլորը տեսնեն։ Coffee House-ի սուրճ վայելը։ Հիշողություններ ապնացրեցիք ռադիոտան հետ։ Ահա, այնպես որ ձեզ մնում է մոտենալ հանրային ռադիո, ձեր անձնագրով եւ երբ ուզում եք Տիկին Ալիսա, երբ ձեզ հարմար է, ձեր նվերը ձեզ կսպասի։ Բաղ առավոտյան կներկայանամ։ Շնորհակալ ենք մասնակցության համար, դե իսկ մենք բնականաբար շարժվում ենք առաջ։
ասում իրար ալեգակ նորից դու պիտի ծագես վաղեկո երջանիկ ժամակ պիտի գան բայց գիշերնի մութ վերջունի կարծես հանդիպման ոսկի հերաշ չկա ալեգակ նորից դու պիտի ծագես վաղեկո երջանիկ ժամակ պիտի գան բայց գիշերնի մութ վերջունի կարծես հանդիպման ոսկի հերաշ չկա բայց գիշերնի մութ վերջունի կարծես հանդիպման ոսկի հերաշ չկա Ալեգակ նորից Սեր եւ սուրճ մեկ բաժակում Coffee House Սուրճ ու սեր առավոտից 10:49 րոպե սուրճ ու սեր առավոտից հաղորդումը շարունակվում է հանրային ռադիոյի ուղիղ եթերում Այո, շարունակում ենք հարգելի ռադիոլսողներ, վերջին րոպեներն են, բայց բնականաբար մենք շարունակում ենք մեր ծրագիրը եւ տեսնում ենք, որ նաեւ կան բազմաթիվ մեկնաբանություններ, իդեպ Տիգրան, մեր ռադիոլսողը ասում էր, թե ինչով է պայմանավորված տտարը քո վերնաշապիկի։ Ինչով է պայմանավորված։ Դե բարձ է, չէ, Տիգրան։ Ինչով է պայմանավորված։ Վարդուշ, որ ասեն Վարդուշ կա վատակ։ Բարձ է տնտ Տիգրանը։ Ասում էր, որ կոմպլիմենտ արեց եւ ասաց, որ իմ վզնոցը շատ գեղեցիկ է, ճաշակով մարդիկ են նվիրել այս վզնոցը։ Դե քանի որ այդպես նորաձևության վերաբերող կոմպլիմենտ էր, ես ունեմ լուրջ նորաձևության աշխարհից Քրիս Ջեները զգեստ է փոխարել իր դուստր Քիմ Քարդաշյանից։ Բա, գողություն։ 68-ամյա Քրիսը զարմացրել է երկրպագուներին հայտնվելով շքեղ մանուշակագույն Dolce Gabbana զգեստով, որը Քիմը կրել է գրեթե 2 տարի առաջ Պուլիայում կայացած Alta Moda-ի ցուցադրության ժամանակ։ Քրիսն այս կերպարն ընտրել է Ջեֆ Բեսոսի եւ Լորեն Սանչեսի Վենետիկում կայացած հարսանեկան օրերի համար։ Փաստորեն հատեցնում ես վերցելու իր դստեր։ Շատ ճիշտ է արել։ Զգեստը մի քիչ փոխել է, չէ՞ չի փոխել, նույն բանը ինքն է։ Շատ լավ է արել։ Իսկ ով ասաց, որ զգեստը մեկ անգամ պիտի հագնես ու ինչի 68-ամյա ի վերջո մի քիչ իր տարիքին հարիր կարելի է։ Լսիր, ինչի տեր ենք մենք։ Մի րոպե ով ասաց, որ տարիքը այդպես սահմանափակումներ ունի։ Տեսքին նայիր, բայց տեսքին նայիր ինչ շքեղ կին է։ Շատ լավ է արել, ճիշտ է կարել, մենք ձեր կողմից ենք։ Ինչևէ, իդեպ տարիքը կապ չունի, այստեղ ճիշտ խնամքն է կարևոր, անկախ տարիքից պետք է կարողանաս ճիշտ խնամել քեզ։ Ես ես հետաքրքիր մի բան ասեմ, գուցե շատերը զարմանան։ Coffee House-ի տուփն է ինձ մոտ, բայց Coffee House-ի տուփի մեջ սուրճ չէ։ Ինչպես դուք տեսաք, մենք խաղարկեցինք նասկի, այստեղ տարատեսակ պարագաներ ունի Coffee House-ը, բայց ամենակարևորը, որ սուրճի հիմքով են այս դրանք պատրաստած աղջիկներ, այո, սուրճ անպայման։ Coffee House-ի այս դեմքը մաքրող միջոցը իդեպ ոչ միայն աղջիկներ, տղաներն էլ թող լվանան իրենց դեմքերը ամեն երեկո մաքրեն առօրյա կերպից, այո, ամեն ինչ սուրճի հումքով է, այստեղ կա ձեռքերի կրեմ, իդեպ կարելի է փորձարկել, ձեռքի քսուկ, կրեմ նաև, մարմնի կրեմ, մարմնի քսուկ, որ կարող ես էլի օգտագործել եւ մարմնի սքրաբ։ Ձմեր պապիկ, Coffee House ձմեր պապիկից։ Ես օրինակ հիմա ուզում եմ ձեռքի կրեմը բաց անել, բաց անենք, մի րոպե։ Բաց արակ, սուկդ, բաց արա։ Խնդրում եմ, ես չեմ զգում հոտ, ասա։ Սուրճի բույր զգում ես։ Ինչ որ նման մի բան։ Այո, եւ ամենակարևորը, որ մենք հիմա կփորձարկենք այն, այո։ Նրանք ովքեր մեզ հիմա live-ով չեն դիտում, շատ բան են կորցրել։ Այո, մենք փորձարկում ենք Coffee House-ի սուրճի հիմքով ձեռքի կրեմը։ Ասա։ Սուրճի հոտ։ Ես նման բաներ իհարկե չի արել։ Ես ունեմ իմ հատուկ գիծ չեմ ասի։ Բայց ինձ եկավ։ Ես ասեմ առանձնահատկությունը այս տարբերակի, հաճախ մենք ձեռքի կրեմներ ենք օգտագործում եւ դրանք մի տեսակ մաշկը դարձնում են ավելի ջրիկ, մի քիչ տհաճ է լինում, քսուկը մնում է։ Սա չոր է, սա չես զգում, որ դու հենց նոր կրեմ քսեցիր, իսկ սա շատ լավ է, հիանալի է։
իմ նախընտրելի տարբերակներից է, մաշկը թարմացնում է, փափկացնում է, բայց միևնույն ժամանակ տհաճ չէ։ Իսկն դու Լուսինեն տվեց իր գնահատականը։ Ես որպես այսպես ասած թիթիզ աղջիկ կարող եմ տալ իմ գնահատականը։ Խնդրում սա փակե մենք։ Դու որոշել ես բոլորը հիմա օգտագործես, բայց դա մարմնի համար է, այսինքն հա, ձերքն է։ Ձերքը մարմնի մաս չի, Տիգրան ջան։ Ասա։ Դե ու բացեց։ Ասա դե։ Ես նման բաների անկեղծ ասած սիրահար չեմ, բայց Դե սա ավելի աղջկական, բայց ինչու ոչ, չէ, տղամարդիկ էլ պիտի խնամեն իրենց մաշկը։ Խնամում ենք, մենք էլ ունենք մեր գիծը, հատուկ տղաների համար։ Դուք ուղղակի լոգանքի շամպունը, մարմնի շամպունն է, ձեզ համար։ Ոչ, ես գովազդի համար չեմ ասի, բայց տղաների համար կան հատուկ VIP բաներ։ Օй, սա էլ է շատ լավ է, իդեպ էլի նույն տարբերակն է։ Մի ձերքից, մի քսուկը քսեցիր, մի ձերքին մի քսուկը։ Չէ։ Դաստակներին քսեցի ձերքի կրեմը, իսկ վերևի հատվածին քսեցի մարմնի կրեմը եւ շատ գոհ եմ։ Ես հասկացա, որ այս պրոցեդուրան կշարունակվի նաեւ եթերից հետո, մենք արդեն ավարտում ենք մեր այսօրվա եթերը, բոլորին մաղթում ենք ժպիտներով լի օր, հաջող օր եւ թող առավոտները լինեն միայն զավեշտալի եւ ուրախ սխալներով, որի մասին այսօր խոսեցինք, զանգարացին ռադիոլսողները նաեւ պատմեցին, ժպտացինք, ինչպես ասում են մի բոլ։ Հաճելի անակնկալներ թող միշտ լինեն ձեր կյանքում անկախ ամեն ինչից, որովհետեւ այդ պահին թվացող դժվարությունը կամ հաջողությունը հետո դառնում է ձեր կյանքի հիշողությունների ամենագունեղ մասը։ Ատկիչվանը խմեք Coffee House-ի համեղագույն սուրճը, լսեք Հանրայինի առաջին ալիքը եւ սպասեք մեզ վաղը 9:30-ից։ Այո, սիրելի ռադիոլսողներ։ Կհանդիպենք։ Սեր եւ սուրճ մեկ բաժակում Coffee House Ման գործընկերն է Coffee House ընկերությունը Բարի լույսին սեր, հասր սուրճ ինձ բեր, ես ու դու հասում ենք բեր, դու ինձ սուրճ ու սեր, մնամ քեզ հետ հավեր Coffee House, սեր եւ սուրճ մեկ բաժակում Smoking something, he ain't worried about nothing, cause he ain't got nothing to lose. I got a thing for the hard lick on ice, short days and long nights, Marlboros at the window, middle finger to the sky. Say you wanna get dangerous, now you speaking my language. I forgot what your name is, so I'ma call you mine. I'ma call you mine. Got me wide open, got a 45 on him and he pushing about 102. Always smoking something, he ain't worried about nothing, cause he ain't got nothing to lose. I got a thing for the wild ones, I got a thing for the wild ones, it's like he knew. I got a thing for the wild ones, I got a thing for the wild ones, they like me too. Yeah, I'm attracted to things that are really crazy. Asking me how I've been feeling lately. Coming for mine, then it's do or die. Won't let it slide, no stealing bases, no back and forth bargaining, no bitching and arguing. A whole lot of problems living in Gotham. And Bunny's my Harley Quinn. Was raised in the darkness, forgive me, I'm guarded. I